Պարոն Փաշինյան, ես անկեղծորեն փորձում էի հասկանալ իմ հարցի եւ ձեր պատասխանի միջև կապը, փորձեմ հարցս մի քիչ ձեր հարցին արձագանքեմ եւ կրկնեմ, հիմա Ջորդանո Բրունոին էլ մի թվին դատեցին, հիմա ասում են հայտնի գիտնական է, այնպես որ ժամանակի մեջ ընկալումները փոխվում են, 18 թվի ընտրություններն էլ ձեր ժամանակ են կազմակերպվել դեկտեմբերի 9-ին, Սերժ Սարգսյանի ժամանակվա փակուղին էլ պետքա որ ձեր հետ կապ չունենար, որովհետև դուք բանակցությունները սկսել եք ձեր սեփական կետից, փակուղուց հանել եք եւ սկսել եք։ Ամեն դեպքում հարցս լավ փորձում եմ վերցանել 20 թվականի սեպտեմբերը մինչև չգնացենք զիջումների, որտեղ եթե գնայինք զիջումների կխուսափեինք պատերազմից, պատերազմը մենք պարտվել ենք, վկան նոյեմբերի 10-ի առօրյա շուտվա ձեր հայտարարությունը, որ ծանր որոշում եմ կայացրել եւ այլն։ Հիմա ասում եք, բայց պատերազմի արդյունքում, պարտության արդյունքում մենք ձեռք ենք բերել անկախություն։ Հետևաբար պարտությունը դառնում է հաղթանակ օրվելյան ոճով։ Հիմա եթե պարտությունը օրվելյան ոճով դարձել է հաղթանակ, այդ մարդիկ ինչ են դատվում Եվ ինչի է ստեղծվել քննիչ հանձնաժողով, որի նախագահան քիչ առաջ բողոքեց, որ էքսպրեսիա չկա եւ լքեց դահլիճը, դե հիմա ինքն ասեց, էքսպրեսիա չկա եւ զիջել, հիմա ինչ է, մեկ ասեք, որ ինչի է այդ հանձնաժողովը ստեղծվել, ձեր ֆրակցիան ինչի է քվեարկել դրա օգտին, որպիսի հասկանար հաղթանակի պատճառը, որն էր հետագա պատերազմներում այդ լավագույն փորձը կիրառել, թե չէ, իսկ փորձեմ հասկանամ, այդ քայլերը, որը կատարվել են, Ոնց են տեղավորվում ձեր ասացի հետ։ Հենց հիմա ասեմ, բերեմ կոնկրետ օրինակ, որ այլաբանությունների ընկալման հարցում չդժվարանաք։ Օրինակ, երբ որ 2022 թվականին հասկացանք, որ ՀԱՊԿ-ը իր պարտավորությունների մեր նկատմամբ չի կատարել եւ չի կատարում եւ չի կատարելու, այդ պահին մենք անկախացանք, որովհետեւ հասկացանք, որ հույսներս մեր վրա պետք է դնենք։ Եվ հասկացանք, որ անվտանգության այն համակարգը, որ դուք իբր կառուցել էիք, որ մենք անվտանգության համակարգ ունենք, դա փուչիկ էր, դա ոչ մի բան էր, դա ընդհանրապես գործիք էր մեր պետության կայացումը թույլ չտալու համար, Եվ ես ասել եմ, որ նորությունն է, նոր եմ ասել, 2021 կամ 22 թվին եմ ասել, ասա ինչքան էլ դառը լինի, մենք պետք է առերեսվենք Ղարաբաղի հարցը մի շարք երկրների կողմից օգտագործվել է որպես թոք Հայաստանի շարժը եւ զարգացումը թույլ չտալու համար։ Դուք էլ եղել եք այդ թոքի թելերը։ Ավելի պարզ ինչա պետք ավելի ասում եմ լսումներ հրավիրեք գամ բոլոր հարցերի մանրամասներով պատասխանեմ։ Հա? Մեր ֆրակցիան այս բոլոր հարցերի պատասխանը գիտի։ Ինչ? Որովհետև 20-ին չէինք հասկացել, որ այդ ամեն ինչը fake է։ Լավ, պարոն Խաչատրյան, հիմա 20-ին չէինք հասկացել այդ ամեն ինչը fake է։ Որովհետև կար այդ թվում Հայաստանի քաղաքական Լսեք, հələ եկեք մի հատ հետ գնանք 20 թվի պատերազմի բանը, ընկալումը մեր, չէ։ Ինչի մասին էր խոսքը, որ ՀԱՊԿ-ին ոնց որ ճիշտ բանով չեն գրել, 4-րդ հոդվածի 3-րդ նախադասության 6-րդ բառով պետք է դիմեին, բայց 6-րդ նախադասության 4-րդ տողի 5-րդ բառով են դիմել, դրա համար ասենց, պետք է գնալ պատվիրակությունը, ինքնաթիռը, սամալյոտը, հեռախոսը, տվեք, գնում ենք, փրկում ենք, էս ենք անում։ Այդ ամենը դուք այդ թոքի պարաններն եք, ձեր նախկին 3 այլևս բացահայտված, այսպես կոչված նախագահների հետ միասին։ Իրանք հո պետությունը առաջնորդելու համար չեն եղել։ Իրանք եղել են նրա համար, որ պետություն չլինի։ Եվ իրանք օրոք պետություն չի եղել, այլ իրանք թոք են եղել Հայաստանի պետության կայացումը թույլ չտալու համար։ Եվ ես ասում եմ, եթե վիճարկող կա, իրանք իրեքով վիճարկում են,
Թողան հերիքա բաներից խոսան։ Ասում եմ եկեք գնանք ուղիղ եթերում։ Դուք լսում կազմակերպեք։ Հրավիրեք ձեր խմբակցություն։ Հրավիրեք ձեր խմբակցություն ուղիղ եթերում, միայն ձեր խմբակցությունը։ Առավոտից երեկո նստենք խոսանք։ Ինչ փաստեր ունեք, փաստարկներ ունեք, փաստաթղթեր ունեք, գաղտնի տեղեկություններ ունեք, բոլորը բացեք։ Գալիս եմ, ինձ հրավիրեք ուղիղ եթերում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից թող ներկա մարդ չլինի, դուք հարցաքնեք ինձ, տվեք ինձ բոլոր հարցերը։ Լերություն, պարոն Մանուկյան, չի եք խոսում տեղից։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը և բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։